Սարվեցավ բավականին արագ այսօր Շնայդեր բոլոր ներկայացուցիչներն այստեղ ասում են Հայաստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Միացյալ Նահանգների, կառավարությունների եւ իշխանությունների հարգելի ներկայացուցիչներ, հարգելի հյուրեր, Nvidia, Firebird, Dell ընկերությունների հարգելի ներկայացուցիչներ, գործարար համայնքի հարգելի ներկայացուցիչներ, նախ թույլ տվեք այսօր բոլորի շնորհավորել այս իրադարձության եւ ընդհանրապես օգոստոսի 8-ի առիթով, որովհետեւ ես զգում եմ, որ օգոստոսի 8-ը գնալով ավելի ու ավելի ծանրակշիռ նշանակություն է ձեռք բերում Հայաստանի Հանրապետության պատմության մեջ եւ այն ինչ հիմա այսօր տեղի է ունենում իրականում շատ կարեւոր, շատ ծանրակշիռ, բայց այդ կշռի մեջ բազում շերտեր ունեցող իրադարձություն է։ Երկար ժամանակ մենք կառավարությունում հրապարակային եւ ոչ հրապարակային քննարկում էինք արագության մասին մեր պատկերացումները փոխելու անհրաժեշտությունը եւ երբ նախորդ տարի Ռևլի Պարիցյանը, Ռազմիկ Հովակիմյանը, Ալեքսանդր Եսյանը պատմում էին մի տարվա նույնիսկ ավելի քիչ ժամանակահատվածում նման նախագիծ իրականացնելու իրենց մտադրության մասին դա պետք է խոստովանել շատ տարօրինակ էր հնչում եւ անսովոր, բայց գոնե ես ցույց չէի տալիս իմ զգացողությունները այդ առումով եւ ահա այսօր մենք այստեղ ենք ճշգրիտ պայմանավորված տեղը եւ ժամին ես 15 րոպե ուշացա Երբ նախորդ տարի, բայց պետք է արձանագրել, թե ինչն է հնարավոր դարձրել այս ամենը եւ իհարկե ակնհայտ է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Միացյալ Նահանգներում Սպիտակ տանը նախագահ Թրամփի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովը եւ նրա արդյունքը էական նշանակություն ունեն, առանցքային նշանակություն ունեն այսօրվա իրադարձության համար։ Ես հիշում եմ, որ նախորդ տարի սեպտեմբերին մենք ստիպված էինք արդարանալ, որ Միացյալ Նահանգներից վերադարձել ենք տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության ոլորտում ընդհանրապես մտադրությունների հուշագիր ստորագրած լինելով, որովհետեւ անընդհատ Համոզիչ չէր թվում շատերին մեր այն փաստարկը, թե այդ մտադրությունների հուշագիրը ծանրակշիռ փաստաթուղթ է եւ շատ շուտով ունենալու է իր արդյունքը։ Եվ ահա արդյունքը այստեղ է։ Արագությունների մասին խոսելով, ես նաեւ ուզում եմ ընդգծել, որ երբ նախորդ տարվա մայիսին գլխավոր խորհրդական Արիել Լայթստոունը եկավ Երևան եւ ասաց, որ նախագահ Թրամփի ցանկությունն է, որ մենք մեկ ամսվա ընթացքում հասնենք խաղաղության գործարքի, մեր զգացողությունները կրկին նույնն էին, մենք ասում ենք, մենք պատրաստ ենք անել մեզնից կախվածը եւ մենք արեցինք մեզնից կախվածը, իհարկե դա մի ամսում տեղի չունեցավ, բայց 1.5-2 ամսում, մոտ 2 ամսում տեղի ունեցավ եւ ես ուզում եմ կրկին ընդգծել 2025 թվականի օգոստոսի 8-ը որպես շրջադարձային իրադարձություն
Հայաստանի Հանրապետության Ադրբեջանի համար, ես այսօր իդեպ զանգել եմ Ադրբեջանի նախագահին եւ մենք խոսել ենք այսօրվա իրադարձության կարեւորության մասին եւ սա իսկապես շրջադարձային նշանակություն ունեցող իրադարձություն է ես ուզում եմ որ մենք ծափահարենք նախագահ Թրամփին այսօրը իրականություն դարձնելու համար եւ այսօրը եւ նախորդ տարվա օգոստոսի 8-ը Պետք է արձանագրել, որ խաղաղությունը շրջադարձային է, ընդհանրապես մեր երկրում տնտեսական եւ ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից։ Այդ իրադարձությունից հետո միջազգային գործակալությունները մեկը մյուսի հետևից վերանայում են Հայաստանի սուվերեն վարկանիշները ըստ էության շատ հստակ ուղերձ հղելով ներդրումային հանրությանը որ Հայաստանը այնտեղն է, ուր կարելի է վստահ ներդրումներ անել։ Առաջիկայում մենք կենտրոնանալու ենք մի այլ հսկայածավալ ծրագրի վրա, խոսքը TRIP նախագծի մասին է, եւ որը եւս մեկ աստիճանով իհարկե բարձրացնելու է Հայաստանի կշիռը միջազգային ներդրումային քարտեզում։ Բայց նաեւ ուզում եմ ընդգծել, որ արագությունները ամբողջությամբ իրացնելու ճանապարհին նաև պետք է հասնեն իրենց կուլմինացիա։ Այո, ռևը հիշատակեց, երբ ես այդ կատարեցի Nvidia մի ընկերություն, որը ճիշտն ասած դեռևս այն ժամանակ ինձ համար շատ դժվար էր հասկանալ, թե ինչով է զբաղվում, բայց Ջենսոնի հյուրընկալությունը շատ մեծ տպավորություն թողեց, հետո նրա հետ մենք հանդիպեցինք 2023 թվականին եւ այն ժամանակ որպես մեծ նախագիծ մենք խոսում էինք Երևանի պետական համալսարանում արհեստական բանականության կենտրոն ունենալու հնարավորության մասին եւ դա տեղի ունեցավ այս նախորդ տարվա վերջին եւ տեսեք թե այդ կետից ակսելերացիան այս process-ների սկսեց տեղի ունեցավ եւ ահա Հայաստանում մենք ունենք այսպիսի կենտրոն, որը իհարկե թվում է աներևակայելի եւ ես ուզում եմ մեր բոլոր գործընկերներին շնորհակալություն հայտնեմ այսօրը իրականություն դարձնելու համար, հատկապես Ռևլի Պարիսյանին, Ռազմիկ Հովակիմյանին եւ Ալեքսանդր Եսայանին, ուզում եմ շնորհակալություն հայտնել Մխիթար Հայրապետյանին, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Հակոբ Արշակյանին, ով 2018 թվականին համոզում էր, որ պետք է գնալ Nvidia ընկերություն, որի մասին ես շատ բան չգիտեի, բայց այնուամենայնիվ երկար դիմադրելուց հետո ես համաձայնվեցի եւ շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր գործընկերներին։ Համոզված եմ, որ ելի բազմաթիվ մարդիկ շատ մեծ ներդրում են ունեցել այսօրվա համար, բայց շատ կարեւոր է այսօրվա իրադարձության տրամադրությունը, որովհետեւ ես հասկացա, որ մենք այսօր ավելի շատ խոսում ենք ապագայի մասին, մենք խոսում ենք վաղվա մասին, իհարկե հպարտ լինելով նրանում, նրա համար ինչ արդեն տեղի է ունեցել, բայց այն ինչ տեղի է ունեցել շատ մեծ ակտիվ է եւ շատ կարեւոր է, թե այդ հենքի վրա մենք դեպի ուր կշարժվենք։ Ես ուզում եմ ասել, շատ հետաքրքիր է, թե ինչպես են քաղաքական եւ տնտեսական process-ները իրար ուղեկցում։ Եվ մեր իրականության մեջ ճիշտ է տեսական մակարդակում շատ է խոսվել դրա մասին տնտեսության եւ քաղաքականության ներդրումների եւ քաղաքականության փող կապվածությունը, բայց իրականության մեջ մենք դա հաճախ չէ որ տեսել ենք։ Եվ սա շատ այսօրվա իրադարձությունը դրա շատ վառ օրինակն է։ Մեր քաղաքական Ռազմավարական հարաբերությունների հաստատումը Միացյալ Նահանգների հետ 2025 թվականի հունվարին եւ այդ կետից սկսած իրադարձությունների արագացումը։ Այսօր այստեղ ներկա է Ղազախստանի փոխվարչապետը եւ ընդամենը նախորդ շաբաթ ես հեռախոսազրույց եմ ունեցել Ղազախստանի նախագահի հետ։ Երեկ մենք Ղազախստանի վարչապետի հետ աշխատանքային քննարկումներ ենք ունեցել։ Այսօր Ղազախստանի փոխվարչապետը ներկա է այստեղ, ինչը մեզ համար մեծ ուրախություն է եւ շնորհակալ ենք այդ ներկայության համար։ Եվ այսօր Հայաստանի եւ Ղազախստանի միջև հարաբերությունները զարգանում են
աներևակայելի տեմպերով։ Եվ սա շատ լավ օրինակ է, թե ինչպես է քաղաքականությունը փոխվում Հայաստանի Հանրապետությունում, ինչպես է քաղաքական ընկալումը փոխվում Հայաստանի Հանրապետությունում, ինչպես է պետություն հասկացությունը ինքը իրեն վերահաստատում Հայաստանի Հանրապետությունում։ Սա մի ուրիշ բացառիկ նշանակություն ունեցող իրադարձություն է մեկ այլ տեսակետից։ 30 տարի մենք քննարկում ենք, ավելի քան 30 տարի, թե ինչպիսին պետք է լինի Հայաստան-Սփյուռք հարաբերությունները։ Եվ ահա Սփյուռքի մեր երկու հայրենակիցները, ովքեր եւ նաեւ այստեղ է Գարո Արմենը, եւ նրանք ովքեր կենտրոնացած են ոչ թե Հայաստանին կարեկցելու, այլ Հայաստանի զարգացմանը մասնակցելու, Հայաստանի զարգացմանը իրենց նպաստը բերելու համար։ Հարգելիներս, Հայաստանի Հանրապետությունը կարեկցանքի կարիք չունի, եւ սա ասում եմ պաշտոնապես։ Հայաստանի Հանրապետությունը ունի գործընկերության եւ գործակցության կարիք, եւ Հայաստանի Հանրապետությունը վստահելի գործընկեր է, եւ ես ուզում եմ ձեզ, սիրելի հայրենակիցներ, շնորհակալություն հայտնել կառավարության այս ուղերձին արձագանքելու համար։ Եվ սա իսկապես շատ բարձր եմ գնահատում եւ մեծ պատիվ է ինձ համար, որ մենք այսօր խոսում ենք բոլորովին ուրիշ օրակարգերի մասին, որը պետության օրակարգ է, որը կյանքի օրակարգ է, որը ապագայի օրակարգ է, եւ նրա համար, որ ապագան հիմա է, այստեղ է, այսօր է, եւ դուք այսօր ձեր սեփական աչքերով տեսնում եք այդ ապագան։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այդ ապագան ստեղծել են։ Շնորհակալություն։